Մեծարգո փոխոսնակ, հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ։ Ընդդիմությունը իր դերի մեջ է։ Ստում է եւս ստում է։ Հարգելիներս, դուք մնացել եք 20-րդ դարում։ Դուք չեք տեսնում փոփոխություններ, որոնք տեղի են ունենում։ Դուք չեք ուզում տեսնել, որ այո, 4-րդ հանրապետությունն է այսօր եւ ամսի 8-ին, օգոստոսի 8-ին շատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել հայ ժողովրդի համար։ Մենք խոստացել ենք եւ բերել ենք խաղաղություն եւ շարունակելու ենք աշխատել այդ ուղղությամբ, ինչքան էլ դուք ցանկանաք հերքել։ Ընդդիմադիր գործընկերներս մնացել են նույն խոսույթի մեջ։ Ընդդիմադիր դաշտում գերիշխում է իշխանափոխության պահանջը մոլուցքը, արագ եկեք փոխենք, թե չէ ԿՊ-ն նորից կհաղթի 2026 թվականին, բա իհարկե հաղթելու է, կասկածում եք դուք, գիտեք ինչու է հաղթելու, որտեղ խոսում է ժողովրդի հետ, ճիշտ, ներկայացնում է իրական խնդիրները, լուծում է իրական խնդիրները, որոնք առկա են, իսկ ինչու կան խնդիրներ, որովհետև 30 տարի ի վեր ձեր վարած քաղաքականության արդյունքում չեն կառուցվել դպրոցներ, հիվանդանոցներ, մանկապարտեզներ։ Հիմա դուք բարդում եք մեզ վրա, քիչ եք կառուցում։ Լավ ենք անում, ինչքան պետք է կառուցելու ենք։ Դա թող չմտահոգի ձեզ։ Շփվելով մարդկանց հետ, հասարակության հետ, հասկանում եմ, որ մարդիկ շատ խելացի են ու իրոք նրանք չեն տեսնում, թե ընդդիմության կողմից առաջարկված հարցերը, որ ընդդիմությունը պատասխանատվություն չի ուզում վերցնել իր վրա, եւ հավատացեք 26 թվականին իրենք կպատասխանեն բոլոր հարցերին։ Ինձ մտահոգեց մի արտահայտություն՝ հայաստանյան իշխանություն, այսինքն դուք Հայաստանից չեք, բա որ դուք էլ եք իշխանություն, ուղղակի ընդդիմադիր իշխանություն եք։ Եվ ես ցավում եմ, մեզ համար շատ կարևոր է մեր իշխանության համար, որ ընդդիմությունը լինի ուժեղ, պատրաստված, դա մեզ էլ է ձեռ տալիս, բայց ցավոք չունենք։ Լսելով այսօրվա ելույթները, իհարկե չպետք է զարմանայի, բայց ավաղ էլի զարմանում եմ։ Մեր ժողովուրդը կրկնում եմ շատ իմաստուն է եւ իր գնահատականը կտա 26 թվականին։ Ինչի մեջ եք դուք մեզ մեղադրում։ Շարունակում են ուրեմն ասում են, որ մենք մեր պետականության թուլացման առաջիներից մեկն ենք, որ մենք կործանում ենք մեր պետությունը։ Ժողովուրդ ջան, դուք կործանել եք մեր պետությունը։ Պետականության դեմ էիք դուք ամեն ինչ կարելի էր տվել եք սրան, նրան, եւ դուք խոսում եք, որ մենք կործանում ենք մեր պետությունը։ Ուզում եմ ձեզ խորհուրդ տալ, ուզում եմ, որ դուք լինեք ընդդիմությունը եւ աշխատեք ձեր հարցադրումների վրա եւ կարծում եմ, եթե դուք կոնկրետ հարցեր ուղղեք եւ փորձեք լուծել, ժողովուրդը ինչ-որ կերպ ձեզ կհասկանա։ Շնորհակալ եմ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։